Ժորժյան, հարգելի քաղաքացիներ, հասցեատերը ավելի շատ շրջակա միջավայրի նախարարությունն է այս դեպքում։ Ընկերությունը լավ արել, վատ արել, բնականաբար ընկերությունը իրան չի ասելու ես վատ եմ արել։ Հարգելի պարոն շրջակա միջավայրի նախարարության, եթե լսում եք, միմյանց լսում եք, եթե բարձր ենք խոսում ու իրար խախտելով կարանք այդպես խոսենք։ Այս պրոցեսը, որ դուք հիմա տանում եք, շրջակա միջավայրի նախարարությունը բերել է երկրորդ փուլով պրոցեսը տան լեգիտիմ չէ։ Մենք ունեցել ենք հանրային լսում, երբ շահագրգիռ հանրությունը տեղեկացված չի եղել։ Չէ, սա բարձր են խոսում, չես լսում։ Հիմի դու ինձ մի ասա ես դու ինձ մի ասա, ես քեզ թույլ չեմ տա ինձ ասել ինչ շանես։ Ուրեմն միաձայն, համեջ, չգիտեմ, ընկերության միգուցե կողմնակիցը, հանքի կողմ մարդկանցով, հանրությունից ու բնակչությունից, մարդ չի եղել, որ մարդիկ ասենք արտահայտվել, միաձայն էլ որոշում է կայացվել ավականու կողմից, ու այդ միաձայն որոշումից առաջ համայնքի ղեկավարը հիմնավորումների մեջ նշում է, որ ընկերությունը ցանկանում է ուսումնասիրություն իրականացնել, ինքը ասել է, դերեք ներդրում արեք, համայնքին $30,000 չափով, $15,000, $15 միլիոն, արեք ու անեք, այսինքն առաջ գնանք, այսինքն ստացվում է այնպես, որ համայնքի ղեկավարությունը նախապես իմանում է, որ ինքը տալու է այդ համաձայնությունը, այսինքն թքած բնակչության կամքի, հանրության, քաղաքացիների, Ստեփանավանյան երիտասարդի, որը որ հիմա եկել է, ասում է ես չեմ ուզում, այդ ամեն ինչը թքած, ընկերությունը իր ներդրում արել է, ավականն էլ կողմակ, ոչ լեգիտիմ հարցերով, Օրհուսի բազմազանության համաժողովի կոպին ընդառաջ, երբ որ խոսում ենք, եւ հանրային մասնակցությունից Օրհուսի բոլոր սկզբունքները վերցրած մի կողմ են դրել ու առաջ ենք շարժում։ Իսկ նախարարության համար ամենասուրբ բանն է մասնակցությունը։ Հիմա ուզում եմ ասել դուք ձեր մասնագիտականն եք անում, բնականաբար եկել եք, բայց մի ոչ լեգիտիմ գործընթացով ենք մենք հիմա զբաղվում։ Առաջի խնդիրը հենց այնտեղ է, հանրային մասնակցությունը, որպեսզի այդ լսումն ես 22 թվականին լսումներ ա կազմակերպել այդ նույն ընկերությունը, ես գնացել եմ, մասնակցել եմ, իմ կարծիքը արտահայտել եմ, ընկերությունը իր կարծիքն արտահայտել, մեկը կողմ ա եղել, մեկը դեմ ա եղել, նախարարությունը իր որոշումը կայացրել է։ Հիմա ստացվում է այնպես։ Հանրությունը զարմանում է, որ նման բան ա եղել, ասենք Ստեփանավանի մեջ։ Նորմալ չի, Ժորժ ջան։ Ոչ։ Այս ամենամեծ բացվածքն ամենամեծ խնդիրն է, որը միանշանակ հիմք է, որ նախարարությունը ընդհանրապես էլ առաջ չգնա այս հարցում։